Պարզվել է ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում վաճառվող բրինձը պարունակում է թունավոր մետաղներ, բոլոր 145 նմուշներում հայտնաբերվել է մկնդեղ, սնդիկ եւ կապար։ Մկնդեղը եղել է բոլոր նմուշներում եւ դրանցից յուրաքանչյուր 5-րդում դրա քանակը գերազանցել է մանկակասննդի համար սահմանված չափերը։ Հետազոտողները զգուշացնում են, որ այս մետաղների երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել քաղցկեղի, մաշկային հիվանդությունների եւ երեխաների ուղեղի զարգացման խանգարումների։ Այն բրինձը, որը ուտում են փոքր երեխաները, որևէ հատուկ սահմանափակում կամ ստուգում սահմանված չէ։ Բրինձի արտադրողները չեն հերքում մկնդեղի առկայությունը, ասում են, որ դա բնական հանդիպող տարր է։ Այժմ այն մասին, թե ինչ կպատմենք թողարկման ընթացքում։ Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին պայմանավորվածությունների խախտման մեջ, սպառնում է պատասխան տալ։ Անօրինական ներգաղթյալներն աշխատել են $1 կամ ընդհանրապես անվճար, միգրանտները դատի են տվել կենտրոնի ղեկավարներին։ Թրամփի ծննդյան օրը Վաշինգտոնում կանցկացվի զինվորական շքերթ $45 միլիոն բյուջեով։ Նյու Յորքը խստացնում է փողոցներում կայանման կանոնները։ Մաքրող մեքենաներն այժմ տեսախցիկներով կվերահսկեն իրավիճակը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Ալլա Դավթյանն եմ եւ մեր թիմի հետ ձեզ համար պատրաստել ենք ամերիկյան ամենաթարմ եւ երբեմն անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ սեղմեք զանգակի կոճակը։ ԱՄՆ-Չինաստան տնտեսական ճակատում կրկին փոթորիկ է հասունանում, Չինաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Պեկինի այս արձագանքը Դոնալդ Թրամփի վերջին քննադատության արդյունքն է, որի համաձայն Չինաստանն է խախտել մայիսին կնքված մաքսային համաձայնագիրը։ Չինաստանի առևտրի նախարարությունն էլ հայտարարեց, որ իրականում հենց ԱՄՆ-ն է խախտել պայմանավորվածությունները, սահմանափակելով տեխնոլոգիաների արտահանումը, խստացնելով ուսանողների մուտքի վիզաները եւ սահմանափակումներ մտցնելով արհեստական բանականության համար նախատեսված չիպերի առևտրի վրա։ Չինական կողմը զգուշացրեց, որ պատրաստ է պատասխան քայլերի։ Այս լարվածության ֆոնին անկում արձանագրեցին ասիական ֆոնդային շուկաները, ամերիկյան ինդեքսները։ Ներգաղթյալները աշխատել են օրական ընդամենը $1, նրանք պնդում են, որ կատարել են մաքրման եւ այլ աշխատանքներ, երբեմն նաեւ անվճար, միայն սննդի կարիքները հոգալու համար։ Ընկերությունը, որը կառավարում է պահման կենտրոնը, պահանջում է գործը կարճել, նշելով, որ իրենք գործում են դաշնային կառավարության անունից եւ հետևում են ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության կանոններին։ Սակայն ինչպես Ներքևյատյանը, այնպես էլ դաշնային 10-րդ վերաքննիչ դատարանը որոշել են, որ գործը պետք է շարունակվի եւ ընկերության բողոքը չի կարող ընդունվել մինչեւ դատավարության սկսվելը։ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը հունիսի 14-ին նախատեսվում է մեծածավալ զորահանդես ԱՄՆ բանակի 250-ամյակի կապակցությամբ, միջոցառման նախապատրաստման համար հատկացվել է $45 միլիոն։ Զորահանդեսը տեղի է ունենալու Թրամփի ներկայությամբ եւ նրան է նվիրված լինելու վերջին տեսարանը։ Պաշտոնական ծրագիրը նախատեսում է 90 րոպեանոց ներկայացում, ընդգրկելով պատմական տարբեր դարաշրջաններ։ Վերջում օդաչուները իջնելու են օդապարիկով եւ անձամբ Թրամփին փոխանցելու են ԱՄՆ դրոշը։ Զորահանդեսին մասնակցելու է 9000 զինծառայող։ Պաշտոնյաները կանխատեսում են, որ միայն զրահապատ տեխնիկայի անցումից վնասված ճանապարհների վերականգնումը կարող է արժանալ $16 միլիոն։ Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ում երեխաների պատվաստումների թվերը նվազել են կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի դեմ։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 2066 շրջան 33 նահանգներից եւ պարզվել է, որ դրանցից 1614-ում նվազել է պատվաստված մարդկանց թիվը։ Մասնագետները այս թվերը համարում են ռիսկային, քանի որ կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկման։ Հետազոտության ղեկավարը ասում է, նույնիսկ եթե նահանգային մակարդակով ցուցանիշը բարձր է, որոշ գավառներում այն կարող է լինել չափազանց ցածր, իսկ դա սպառնում է ամբողջ տարածաշրջանի առողջությանը։
Դոնալդ Թրամփի վարչակազմը վերադառնում է Արկտիկայի նավթի արդյունահանման ծրագրին, նպատակ ունենալով նոր տարածքներ ներգրավել նավթի և գազի արդյունահանման մեջ։ Նոր նախաձեռնությամբ նախատեսվում է շահագործման տրամադրել 5.26 միլիոն հեկտար տարածք Ալյասկայում։ Խոսքը վերաբերվում է ազգային նավթային արգելոցին, որը ստեղծվել է դեռևս 1923 թվականին ԱՄՆ նավատորմի նավթային պաշարները ապահովելու համար։ Բայդենի վարչակազմը նախկինում արգելել էր այդ տարածքում արդյունահանումը, նշելով, որ դա կարող է վնասել վայրի կենդանիների և բնիկ համայնքներին։ Սակայն ներկայիս ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ արգելոցը նախատեսված է երկրի էներգետիկ անվտանգությունը ամրապնդելու համար։ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են 2 ժամ ուշացումով և ավարտվել առանց զգալի առաջընթացի։ Կողմերը քննարկել են հաշտության հուշագրերի նախագծերը, փորձելով հրադադարի շուրջ որևէ համաձայնության գալ։ Ուկրաինան պահանջել է ամբողջական հրադադար, ռազմագերիների փոխանակում բոլորի դիմաց սկզբունքով, անվտանգության երաշխիքներ և հանդիպում Պուտինի հետ։ Ռուսական կողմը առաջարկել է 3-օրյա հրադադար ու ռազմագերիների փոխանակում, սակայն կրկին պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերումը, ինչը Կիևը մերժել է։ Զելենսկին նաև մերժել է կրակի ժամանակավոր դադարեցումը դիերի դուրսբերման նպատակով, ռուս պատվիրակներին անվանելով մեջբերում է իդիոտներ։ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսվում է հաջորդ հանդիպումը կազմակերպել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։ Իսկ հիմա կպատմեմ ձեզ բնության հրաշքի մասին։ Ամերիկայի երկնքում փայլել են գունավոր լույսերը, 20-ից ավելի նահանգներում մարդիկ տեսել են վարդագույն, կանաչ և մանուշակագույն փայլող ալիքները երկնքում։ Այս բնական երևույթը առաջանում է, երբ արեգակից դուրս եկած լիցքավորված մասնիկները բախվում են երկրի մթնոլորտին։ Հյուսիսային լույսերի գույները կախված են մթնոլորտում առկա գազերից։ Օրինակ, թթվածինը տալիս է կանաչ և կարմիր գույներ, իսկ ազոտը կապույտ և մանուշակագույն։ Այս գունավոր փայլերը հաճախ դիտվում են որպես շարժվող վարագույրներ կամ ալիքներ, որոնք դանդաղ շարժվում են երկնքում։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը շատ ավելի բարձր են։ Smart System մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների և Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ և նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններ բաժնում դրված հարցաթերթիկը և մասնագետը կկապվի ձեզ հետ։ Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցության համաժողովի ժամանակ սենատորներից մեկը ձեռքով ժեստ է արել, որը արագ տարածվել է սոցիալական հարթակներում։ Սենատորը ձեռքը դրել է սրտին, ապա պարզել այն դեպի հանդիսատեսը։ Ափը առաջ։ Այս շարժումը շատերի մոտ տարատեսակ արձագանք է առաջացրել։ Մամուլի խոսնակը պարզաբանել է, որ դա պարզապես բարեբախտանքի ժեստ էր, և դրանում ոչ մի հատուկ ենթատեքստ չկար։ Մեկնաբանություններում գրեք, իսկ դուք ինչ եք կարծում, սա սովորական ժեստ էր, թե քայլն ուներ քաղաքական ենթատեքստ։ Իսկ հիմա մի կարևոր լուրի մասին։ Ծանոթությունների հավելվածներն օգտագործում են Մեքսիկայում ամերիկացիներին խաբելով առևանգելու համար։ ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ արդեն գրանցվել են դեպքեր, երբ քաղաքացիները հանդիպել են անհայտ անձանց և հետո առևանգել են նրանց, իսկ ընտանիքներից փրկագին պահանջել։ Դեսպանատունը զգուշացնում է, նման հանդիպումների ժամանակ պետք է շատ զգույշ լինել։ Խորհուրդ է տրվում հանդիպել միայն հասարակական վայրերում, խուսափել բնակարաններից կամ հյուրանոցներից և միշտ տեղեկացնել հարազատներին, թե ուր եք գնում։ Վտանգի դեպքում անհապաղ զանգահարեք 911։ ԱՄՆ գերագույն դատարանը հաստատել է կիսաավտոմատ գրոհային զենքերի արգելքը, թույլ չտալով դրանց ազատ շրջանառությունը։ Թեև զենքի վաճառողները և սեփականատերերը դժգոհ են, դատարանը խուսափել է հստակ մեկնաբանել, արդյոք նման զենքերի տիրապետումը պաշտպանվում է սահմանադրությամբ, թե ոչ։ Այս հարցի շուրջ իրավական անորոշությունը դեռ պահպանվում է, և վերլուծաբանները կարծում են, որ դատարանը չի կարող երկար ժամանակ շրջանցել այս խնդիրը։ Սահմանադրական կարգավիճակի այս հարցը կարող է դառնալ ԱՄՆ-ի զենքային քաղաքականության համար վճռորոշ շրջադարձ։ Զեբրը փախել է հատուկ պահպանվող տարածքից և հայտնվել մարդաշատ ավտոմայրուղու վրա, վտանգելով թե իր, թե վարորդների կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել Թենեսի նահանգում, ամենամեծ համալսարանի մոտ։ Շերիֆի տեղակալը հայտնել է, որ իրավիճակը շատ լուրջ է եղել եւ ոստիկանությունը ժամանակավորապես փակել էր ճանապարհը կենդանու անվտանգ տեղաշարժը վերահսկելու համար, քանի որ զեբրը վազում էր մայրուղու երկու կողմերով։ Չնայած որոնողական աշխատանքներին կենդանուն դեռ չեն կարողացել գտնել։ Թենեսիի բնակիչներին հորդորում են զգույշ լինել եւ անմիջապես կապվել ոստիկանության հետ, եթե նկատեն զեբրին։ Չնայած վերջին տարիներին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում եղել են $130 միլիոն ներդրումներ անօթևանության դեմ պայքարի համար, բայց 2025-ին անօթևանների թվերը կրկին աճել են։ Նոր տվյալներով այս տարվա ընթացքում փողոցներում հաշվել են 3595 անօթևան մարդ, ինչը 219-ով ավելի է, քան 2024-ին, արձանագրելով 65% աճ։ Քաղաքային իշխանությունների պարզաբանման պատճի հիմնական մասը կապված է հրդեհների հետևանքների հետ, որոնք ստիպել են շատերին լքել իրենց տները։ Ընդհանուր աճի 5%-ը պայմանավորված է այդ աղետներով, իսկ մնացած 1.5%-ը այլ սոցիալական եւ տնտեսական պատճառներով։ Միևնույն ժամանակ իշխանությունները շեշտում են, որ մոտ 3000 մարդ վերջին շրջանում տեղափոխվել է մշտական բնակարաններ։ Տեխասում փլուզվել է մայրուղու կամուրջը։ Նախնական տեղեկություններով վարորդը վարել է կռունկը, որի թևը բախվել է կամրջին, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել փլուզումը։ Բարեբախտաբար այդ պահին կամրջի տակ մեքենաներ չեն եղել, իսկ վարորդը ստացել է միայն թեթև վնասվածքներ։ Մայրուղու այդ հատվածը ժամանակավորապես փակվել է եւ ճանապարհին հիմա խցանումներ են հենց այդ պատճառով։ Իշխանությունները դեռ չեն հայտնել, թե երբ կվերանորոգվի կամուրջը։ Նյու Յորքում նախատեսվում է խստացնել փողոցներում կայանման կարգը։ Քաղաքային իշխանությունները քննարկում են մի նախագիծ, ըստ որի մաքրող մեքենաների վրա կլինեն տեսախցիկներ, որոնք կֆիքսեն խախտումները եւ տուգանքներ կուղարկեն մեքենաների սեփականատերերին։ Հիշեցնենք, որ Նյու Յորքում շաբաթվա որոշ օրերին քաղաքային փողոցներում իրականացվում են մաքրման աշխատանքներ, որի ընթացքում կարելի է կայանել միայն փողոցի մեկ կողմում։ Նոր համակարգը կօգնի հետևել այս կանոնների պահպանմանը առանց ոստիկանների միջամտության։ Միջին տուգանքը նախատեսվում է $50։ ԱՄՆ-ում գրասենյակային շուկան շրջադարձային փուլում է։ Վերջին 25 տարում առաջին անգամ ավելի շատ գրասենյակներ կքանդվեն կամ կվերափոխվեն, քան նորերը կկառուցվեն։ 58 խոշոր քաղաքներում նախատեսվում է քանդել 23.3 միլիոն քառակուսի մետր տարածք, մինչդեռ նոր շինարարությունը կազմում է 12.7 միլիոն քառակուսի մետր։ Այս փոփոխությունը պայմանավորված է հեռավար աշխատանքի տարածմամբ, ինչը հանգեցրել է գրասենյակների դատարկ լինելու ռեկորդային մակարդակին՝ 19%։ Եվ թողարկումը ավարտենք դրական նոտայով։ Վերջին նորությունը ծովառյուծների մասին։ Սիեթլի նավահանգստում ծովառյուծները գրավել են այցելուների ուշադրությունը։ Տեսանյութում երևում է նրանց խաղը, ջրային կենդանիները երբեմն լուրջ են թվում, երբեմն զվարճալի, իսկ որոշ պահերի կարծես բեմադրություն անեն։ Արաբնի այս հատվածը տարվա այս շրջանում վերածվում է փոքրիկ ծովային ներկայացման, որի գլխավոր հերոսները հենց ծովառյուծներն են։ Սիրելի հետևորդներ, այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Շնորհակալություն հաղորդումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակները եւ մեկնաբանությունները։ Իսկ եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր հաղորդումները, պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Իսկ մենք կհանդիպենք 5 շաբթի օրը եւ ես ձեզ կպատմեմ Արիզոնայի մասին ամենահետաքրքիր եւ տարբերվող տեղեկությունները։